Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, տարբեր աղբյուրներ գրում են այն մասին, որ Ադրբեջանի նախագահի դուստրը Լոս Անջելեսում բացել է բիզնեսներ, որոնք տապալվել են Քիմ Քարդաշյանի աջակցությամբ։ Եվ ինչա կատարվում, Ալիևների ընտանիքը մենք գիտենք, որ պայքարում է Լոս Անջելեսի հայերի դեմ, Թուրքիայի ղեկավարության հետ միասին։ Ալիևի աղջիկը բացում է մի բրենդային հագուստների, այսպես ասած, արտադրություն եւ խանութներ Լոս Անջելեսում եւ Ամերիկայի տարբեր քաղաքներում, որը պետքա մրցեր հիմնականում Քիմ Քարդաշյանի արտադրած հագուստների հետ։ Եվ ամբողջությամբ դիզայներական լուծումները այնպես էին տրված, որ լրիվ նման է Քիմ Քարդաշյանի արտադրանքներին, եւ եթե դու ուղղակի խորացած չլինես բրենդների մեջ, չտարբերես բրենդները, ապա չես հասկանա, թե դա Քիմ Քարդաշյանի բրենդն է, թե ոչ։ Եվ այսպիսով խանութներ են բացվում Լոս Անջելեսում, ինֆորմացիան հասնում է Քիմ Քարդաշյանի ադմինիստրացիա եւ նրա վաճառքներով զբաղվողները նրան տեղեկացնում են, որ այսպիսի մի ապրանք է հայտնվել, որը գողացել է մեր դիզայնը եւ միգուցե մարդիկ չտարբերեն եւ նա մեր գովազդի արդյունքում իր վաճառքները իրականացնի, դրանով մենք ենք տուժելու։ Քիմ Քարդաշյանը դատի է տալիս այդ ընկերությանը, որի սեփականատերն է Ալիևի դուստրը Լեյլա Ալիևան, եւ ամբողջությամբ ինչքան որ բացվել էր խանութներ, դատարանի վճռով փակվում են, վճարում է մի քանի միլիոն դոլարի տուգանք Քիմ Քարդաշյանի ընկերությանը, եւ այսպիսով տապալվում է Ալիևների հերթական ծրագիրը Լոս Անջելեսում ընդդեմ հայերի, եւ հիմնականում իրանք հենց կենտրոնանում են այնպիսի հայերի նկատմամբ, որոնք ըստ էության ունեն որոշակի դիրքեր, հասել են հաջողությունների եւ իրանք նաեւ ատում են հենց Քիմ Քարդաշյանին, որին միշտ էլ ցանկացել են վնաս պատճառել տարբեր ձևերով, թե հակափիար Քիմ Քարդաշյանին եւ թե ուրիշ այլ մոտեցումներ, որոնք իրանք ցուցաբերել են ընդդեմ Քիմ Քարդաշյանի եւ իհարկե մշտապես դրանք ձախողվել են։ Եվ վերջին դեպքը, որը Ալիևի աղջկա հետ տեղի էր ունեցել Լոս Անջելեսում, հայկական ռեստորան է մտնում Ալիևի աղջիկը հենց Լոս Անջելեսում, բավականին հայտնի ռեստորան, որտեղ մշտապես երեկոները հնչում է հայկական երաժշտություն, եւ հիմնականում այցելուները հայեր են, բավականին հայտնի հայեր, այսինքն ոչ թե շոու բիզնեսի աստղեր, այլ անունով մարդիկ, բիզնեսմեններ, բժիշկներ, հայտնի ոլորտների ամենահայտնի հայերը։ Այցելում է Ալիևան իր թիկնապահների հետ, պատվիրում է տոլմա եւ նշում է մատուցողին, որ ինձ կբերես ադրբեջանական տոլմա։ Մատուցողը չի հասկանում ով է, դե բնականաբար պարտավոր չեն ճանաչել նրան, եւ ասում է, որ նման ուտելիք աշխարհում չկա եւ մենք կարող ենք առաջարկել իրականը հայկականը, որովհետեւ նախ սա հայկական ռեստորան է եւ հետո այդ ուտեստը հայկական է։ Ալիև աղջիկը ասում է, դե ապացուցեք, որ հայկական է, որովհետև դուք անում եք հայտարարություն եւ պետքա նաեւ ապացույցներ ներկայացնեք։ Աղջիկը, որը մատուցողն էր, ասում է հետեւյալը. այդ ուտեստի պատմությունը այնքան վաղուց է գալիս, որ այդ դարաշրջաններում եւ տարիներում Ադրբեջան ազգություն եւ պետություն աշխարհի երեսին չի եղել։ Այստեղ ոգևորվում է եւ փորձում է հիստերիկ պահվածք դրսևորել, արդեն անվտանգության աշխատակիցները հասկացած են լինում, որ դա ով է, շատ նուրբ ձևով, առանց որևէ ավելորդությունների նրան դուրս են հրավիրում, չստեղծելով խնդիրներ ոչ ռեստորանի համար, ոչ էլ ոստիկանության հետ եւ ոչ էլ այսպես ասած Ալիևի աղջկա դեմ որևէ ագրեսիա ցուցաբերելով։ Ինքը եկավ ուզում էր ագրեսիվ վերաբերմունք, չստացավ պատասխան եւ չկարողացավ նաեւ սադրել եւ այդ նման սադրանք գործողություններով երևի թե իր հորն է գցել, որ անդադ փորձում է Հայաստանի Հանրապետությանը սադրել, անդադ փորձում է սահմանին լարվածություններ մտցնել, ինչը որ չի ստացվում։ Շտապ անդրադարձ Ադրբեջանին եւ Միացյալ Նահանգներին մամուլում տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ավիաընկերություններից մեկը, որը Ադրբեջանի համար զենքեր է փոխադրում, ստացել է ներդրումներ Միացյալ Նահանգների կողմից։ Իհարկե սա շատ ցավալի տեղեկատվություն է, եթե համապատասխանում է իրականությանը, իսկ Ամերիկան ներդրում է արել միտեղ, որտեղ որ ադրբեջանցիները շահույթ ունեն ռազմական առումով։
Եվ նաև պետք է ասենք, որ Starlink-ը, որը Հայաստանում հասանելի է արդեն, արբանյակային ինտերնետի մասն է խոսքը, երկրորդ օրը հասանելի դարձավ նաև Ադրբեջանում։ Այսինքն Միացյալ Նահանգները տարբերություն չի դնում հայերի եւ ադրբեջանցիների միջև, դա նորմալ երևույթ է եւ պարտադիր չի, որ իրանք լինեն մեր գործընկերը եւ Ադրբեջանի թշնամի։ Ինչի պետք է Ադրբեջանի թշնամի լինի Ամերիկան։ Եկեք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք, երբ որ մենք չենք դիտարկի, որ մենք հայ ենք ու մեզ ձեռնտու է, որ Ամերիկան ու բոլոր պետությունները լինեն Ադրբեջանի թշնամին։ Հայաստանը գտնվում է հապկում, Ադրբեջանը չի գտնվում հապկում։ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, Հայաստանը լավ հարաբերություններ չունի Իսրայելի հետ, եւ նաեւ Հայաստանը իհարկե բնական է եւ բարձր է գնահատում Իրանի հետ իր հարաբերությունները, որը Ամերիկան այդքան էլ չի գնահատում եւ առհասարակ Ամերիկային ձեռնտու է, որ աշխարհի բոլոր պետությունները լինեն Չինաստանի եւ Իրանի դեմ։ Եվ հետեւաբար Թրամփի աշկին հաճոյանալու համար Ալիևը ավելի մեծ հնարավորություններ ու շանսեր ունի իր ստորություններով, քան Հայաստանի Հանրապետությունը, որ ինքը չի կարա Իրանի դեմ երբևիցե կամ խոսա կամ դուրս գա, դա մեր ազգային անվտանգության հարցն է։ Հայաստանը ցավոք սրտի մինչև հիմա տարբեր երկրների կողմից ընկալվում է որպես ռուսամետ երկիր, ռուսի պետություն, ցավոք սրտի այնքան էին հայ ժողովրդին տարել այդ ճանապարհով, որ հիմա նույնիսկ եթե վերադարձել ենք այդ ճանապարհից, միևնույն է փոփոխությունները տեսանելի չեն։ Իսկ Ադրբեջանին այդքան էլ չեն ընկալում որպես ռուսի պետություն, այլ ընկալում են որպես թուրքի պետություն։ Թուրքիայի հովանու ներքո գտնվող երկիր։ Բայց մենք այստեղ ուրիշ բան ենք ուզում ասել, որ այո, Ադրբեջանը մտել է խաղի մեջ եւ այդ խաղում ինքը պարտություն է կրելու։ Երբ որ եղավ Իրանի դեմ հարձակումը, որը ամեն օր Թրամփը սպառնում է, որ կխփի Իրանին, Իրանը հարված հասցնելու է բոլոր այն հարևան պետություններին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ կամ կաջակցեն Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Սա պաշտոնապես է Իրանը հայտարարել։ Հետևաբար Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես դառնում է Ամերիկայի դաշնակիցը, երբ որ այսօր սկսել են համագործակցել տարբեր ոլորտներում Ամերիկան ներդրումներ է կատարում եւ այլն եւ այլն, Ամերիկան Ալիևից պահանջելու է Իրանի դեմ հարձակում։ Ալիևը հարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի, չհարձակվեց Իրանի դեմ կոչնչացվի։ Այսինքն ինքը որևէ երկրորդ տարբերակ սկսում է չունենալ։ Իսկ մենք Միացյալ Նահանգներին էլ բոլոր երկրներին էլ զգուշացրել ենք, որ մենք Իրանի դեմ որևէ քայլի չենք կարող գնալ։ Դա մեզ համար կարմիր գիծ է եւ երբևիցե մենք այդ կարմիր գիծը չենք հատելու, ինչ ուզում ա լինի։ Եվ դրա համար Ամերիկան գիտի, որ այստեղ ներդրումներ չի անում, այլ Բաքվում է ներդրումներ անում, որովհետեւ նախ Բաքուն Իսրայելի դաշնակիցն է։